Որ խնդրեմ մանրամասը կպատմես ոնց է data center-ը աշխատում, որ visual ավելի լավ պատկերացնենք։ Նկարներով որ տեսնում ես data center-ը, ասեն սիրուն լիքը կոմպյուտերներ է բան արած, շարած, ու տենց մի հատ IT մասնագետ MacBook-ով տենց քայլում, բայց իրականությունը ոնց է, մի քիչ լավ չենք պատկերացնում։ Իրականությունը շատ ավելի փոշոտ է։ Սկզբում որոշվում է ինչի համար է կառուցվում այդ data center-ը, այսինքն կառուցվում է արհեստական բանականություն հաշվարկելու համար, թե այլ սերվերային հզորությունների համար։ Երբ որ որոշեցին ինչի համար է կառուցվում, ինքը հոսանքը վերցնում է ու մշակում է, չէ՞, սերվերները։ Ենթադրենք մի պահարան է, որ պատկերացնե ժամանակին 8 կիլովատ էր, այսինքն 3 հատ պլիտա։ Հիմա մի պահարանը հասնում է մինչև 120-151 կիլովատ, մոտորապես 12-13 անգամ ավելի հզոր է դառել մի պահարանի մեջից հզորությունները։ Այսինքն 30 հատ պլիտա, կոպիտ ասած։ Այսինքն մի պահարանի մեջ 30 հատ պլիտա միացնում ես ու իրան պետքա հովացնես։ Ու այդ հովացնելու ժամանակ հստակ տաքություն ունես, որից որ ինքը իրավունք չունի բարձրանա։ Որովհետև կծանրաբեռնվի։ Որովհետև կվառվի, որովհետև կփչանա, նույնիսկ մտնող հոսանքը իրավունք չունի շատ թեթև նույնիսկ շեղում ունենա, այսինքն մենք ցանցից հոսանքը անջատում ենք, առանձին հոսանք ենք տալիս, միշտ ինքը սնվում է ներսի հոսանքով։